Բարև ձեզ սիրելի առաջին դասարանցիներ, այսօր մենք կանցնենք մեր սովորելու ամենավերջին տառը Եվը։ Եվը մի քանի հնչյունների ամբողջություն է։ Լսում ենք Ե, Է, Վ։ Կարդում ենք, եթե բառը սկզբում է կամ որոշ բացառություն կազմող բառերում, օրինակ նաև, թեև, Եվս այս բառերում կարդում ենք այս տառը Եվ, իսկ բառամիջում ընդհանրապես կարդում ենք Է, Վ։ Օրինակ ենք բերում, տերև, Է-ը ենք լսում, անձրև, Է-ը ենք լսում, գրում ենք այս տառը, որը ձայնավոր և բաղաձայն հնչյունների ամբողջություն է։ Արև, Է, Վ, տերև, Է, Վ։ Նաև ասենք, որ Եվը բառ է, նաև շաղկապ է, միացնում է մի քանի բառեր, օրինակ, Կարինեն և Արևիկը գնացին տուն։ Նայում ենք նկարին, նկարում պատկերված է սիրուն արև, տեսնենք ինչ է ասում տղան արևին։ Արի ինձ հետ, արև, արև, բարի արև, դու միշտ շողա գլխիս վերև, ուր որ գնամ, արի ինձ հետ, և ինձ ասա, բարև, բարև։ Ուշադրություն ենք դարձնում երեխաներ բառասկզբում Եվը, և նայեք տառը սովորելիս մենք միայն փոքրատառն ենք սովորում, որովհետև մեծատառ Են է և փոքրատառ Վն միասին։ Եթե գրում ենք Եվա կամ Եվով սկսվող ոտանավորի առաջին տողի առաջին բառ, մենք գրում ենք մեծատառ Է, փոքրատառ Վ։ Այժմ առաջադրանք 3-ն ենք կատարում ճանապարհորդություն Հայաստանով։ Եթե նկատել եք երեխաներ, սա Հայաստանի քարտեզն է։ Հայաստանի քարտեզի վրա լճերը, տեսեք լիճը, Սևանա լիճը ցույց է տրված կապույտ գույնով, խոշոր քաղաքները մեծ կետիկներով։ Ամենամեծը կարմիր կետիկով է, մայրաքաղաք Երևանն է։ Երևան, Է-ը ենք լսում բառամիջում, գրում ենք Եվ։ Իջևան, Տավուշի մարզի մարզկենտրոնն է, գրվում է Եվով, կարդում ենք Է-ը։ Գյուղ, Սևքար, Սևան, Սևանա լիճն է, Գյուղ, Արևիկ։ Բոլոր բառերի մեջ, բոլոր տեղանուններում լսում ենք Է-ը, գրում ենք Եվ տառը։ Այժմ տերևներով կարող ենք պատրաստել տպագիր Եվը։ Ձեռագիր Եվը գրելու համար մեզ պետք է Կ-ի մասնիկը գրել, բայց գիծը չանցնել և փոքրիկ ալիք, Ու-ի ալիքը, սա Եվն է։ Անցնենք հաջորդ էջի առաջադրանքներին, պատմելու ենք նկարը։ Եվան և Սևակը Լևոնի և Տաթևիկի հետ եկել են անտառ։ Լևոնն ու Տաթևիկը խարույկ են վառել, վրանի մոտ նստել են, իսկ Եվան և Սևակը չեն վախենում անձրևից։ Տեսեք, արևը թաքնվել է ամպերի տակ և անձրև է տեղում, իսկ նրանք անձրևից չեն վախենում և սունկ են հավաքում։ Կարդանք բառերը. Եվա, տերև, Տաթևիկ, անձրև, Սևակ, Լևոն, արև։ Եթե նկատեցիք, պատմության մեջ մենք օգտագործեցինք այս բառերը։ Կարդանք բարի ամպը։ Ամպի ծոցում լիքը անձրև, ամպի փեշում լիքը անձրև, ծառ ծաղիկները ներքևում ծարավ են շատ, ջուր են ուզում։ Բարի ամպիկ, փեշերդ բաց, մի քիչ անձրև ուղարկիր ցած։ Տեսեք ամպիկն է, որ անձրև է ուղարկում և աստղիկների մեջ տրված է բութ կետադրական նշանը, այ տեսեք ամպի ծոցում բացատրում է, թե ամպի ծոցում ինչ կա, լիքը անձրև։ Եվ գծիկը, որը գրվում է և կրկնվող բառերի մեջ, և միմյանց հետ փոխկապակցված բառերի արանքում, օրինակ տեսեք ծառ, ծաղիկներ։ Կարելի է նաև ասել, որ ուղղակի խոսքը գրելիս, երբ ուրիշի խոսքն ենք գրում, գծիկով ցույց ենք տալիս, որ հեղինակի խոսքին փոխարինեց հերոսի խոսքը։
Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։